Արդարադատության նախարար Սրփուի Գալյանի խոսքով նոր սահմանադրության տեքստի շուրջ քննարկումները շարունակվում են եւ հրապարակման ժամկետների վերաբերյալ վերջնական որոշում դեռ չկա։ Նա նշել է, որ եթե մշակված նախագիծը ներկայացվի, ապա դրա ընդունման կամ մերժման հարցը, ինչպես ժողովրդավար երկրներում ընդունված է, կորոշի Հայաստանի ժողովուրդը հանրաքվեի միջոցով։ Նախարարը նաեւ ընդգծել է, որ կառավարությունը նոր սահմանադրության նախագիծը մշակում է, սակայն վերջնական որոշումը լինելու է քաղաքացիներինը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում բազմաթիվ անգամներ խոսվել է նոր սահմանադրություն ունենալու մասին եւ ժողովրդի վստահության քվեն տվել է մեզ եւ հետեւաբար դա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք մեր աշխատանքը սահմանադրության մշակման, դրա հետագայում հրապարակման եւ հանրության հետ դրա տեքստի կոմունիկացիայի համատեքստում։ Եվրոպան փորձում է անօրինական միգրացիայի բեռը տեղափոխել իր սահմաններից դուրս։ Իտալիան առաջարկում է անվտանգ համարվող երրորդ երկրներում ստեղծել կենտրոններ, որտեղ Եվրամիությունից վերադարձի ենթակա օտարերկրացիները կսպասեն իրենց ապաստանի դիմումների եւ ներգաղթային փաստաթղթերի քննության ավարտին։ Հնարավոր երկրների ցանկում աֆրիկյան ու ասիական մի շարք պետությունների հետ նշվում է նաեւ Հայաստանը։ Նախատեսվում է Եվրամիությունից դուրս ձևավորել կենտրոնների ցանց անօրինական ներգաղթյալների վերադարձը կազմակերպելու եւ միգրացիոն հոսքերը կառավարելու համար, իսկ ծրագրի ֆինանսավորումն առաջարկվում է իրականացնել Եվրամիության միջոցներով։ Մասնագետները սակայն այն կարծիքին են, որ ներգաղթյալների մեծ հոսքը կարող է հանգեցնել երկրում հանցավորության աճին։ Ազգային անվտանգության խնդիր կա, էլի միգրանտների այդքան մեծ քանակությունը մի երկրում, բնականաբար ուղարկում են առաջարկում են երկիր, որին վստահում են, Հայաստանը, որ եվրոինտեգրման ուղին է վերցրել, դրա համար Հայաստանը ուզում առաջարկեն, պետք է առանձին պայմանավորվել, որ Հայաստանը իրանց ընդունի։ Որևէ կենտրոն Հայաստանում չի կարող ստեղծվել միայն Եվրամիության կամ Իտալիայի որոշմամբ, նշում են փորձագետները, քանի որ Հայաստանը Եվրամիության անդամ չէ եւ նախաձեռնության իրականացումը պահանջելու է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը եւ համապատասխան միջազգային պայմանավորվածություն։ Փորձագետները նկատում են, որ ֆինանսական աջակցությունը իրականացվել է այն նպատակով, որպեսզի շահագրգռեն այն պետություններին, որոնք կհամաձայնեն ընդունել փախստականներին։ Հնարավոր ներգաղթյալների թվում ըստ փորձագետների դժվար թե գտնվեն բժիշկներ, ուսուցիչներ կամ գիտնականներ, այսինքն հիմնականում լինելու են միջին կրթվածության մակարդակի քաղաքացիներ, որոնք այժմ լուրջ խնդիրներ են ստեղծում հենց Եվրոպայի համար։ Հիմա եվրոպական պետությունները ունեն իսկապես իրենց համար գոնե թե ազգային նկարագիր պահպանելու, թե ազգային դեմք պահպանելու, թե եվրոպական պետություններում միգրացիոն հոսքերը կառավարելու խնդիրներ եւ այս նախաձեռնությունը մեծ առումով նպատակ ունի եվրոպական միության պետությունների խնդիրները լուծել, որովհետեւ միգրացիոն հոսքերը հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ գոյաբանական խնդիր առաջացնեն եվրոպական պետությունների համար։ Արտաքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ նման նախաձեռնության մասին տեղեկություն իրենց հայտնի չէ։ Մեզ նման առաջարկ չի արվել, մեզ հետ նման հարց չի քննարկվել։ Այս մասին արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Անի Բադալյանն է ասել։ Վերլուծաբանների գնահատմամբ սա նշանակում է, որ Երևանը պաշտոնական առաջարկ առայժմ չի ստացել։ Նրանք նախատեսում են միգրացիոն մեծ հոսքերի ավելացում նաև Հայաստանի հարևան երկիր Իրանից։ Պետք է հասկանանք, որ Իտալիան այդ տարածաշրջանում Ադրբեջանի ամենասերտ դաշնակիցներից մեկն է, գործընկերներից Եվրոպական միությունում հիմնական գազի գնորդը ադրբեջանական հենց Իտալիան է։ Չի բացառվում, որ իտալական առաջարկության հիմքում ադրբեջանական հուշում է կապված Իրանի հետ հնարավոր զարգացումների մասին։ Մասնագետների գնահատմամբ իտալական առաջարկի ընդունումը դեռևս կանխորոշված չէ, իսկ Հայաստանը ծրագրում կարող է ընդգրկվել միայն պաշտոնական բանակցությունների եւ իր համաձայնության դեպքում։ Նրանց կարծիքով հնարավոր որոշումից առաջ անհրաժեշտ է գնահատել դրա իրավական, անվտանգային եւ սոցիալական հետևանքները։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ վերջին օրերին երկրից արտաքսվել է 55 օտարերկրացի, որոնց թվում նաև Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների քաղաքացիներ։ Բոլոր արտաքսվածների համար սահմանվել է Վրաստան կրկին մուտք գործելու արգելք։ Գերատեսչության տվյալներով միջոցառումները իրականացվում են անօրինական միգրացիայի դեմ պայքարի շրջանակում։ Ուժային կառույցների ղեկավարները վերանշանակվել են պաշտոններում։ Վարչապետի որոշմամբ Անդրանիկ Սիմոնյանը վերանշանակվել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում, Քրիստինե Գրիգորյանը արտաքին հետախուզության ծառայության պետի պաշտոնում, Արթուր Գասպարյանը վերանշանակվել է պետական պահպանության ծառայության պետի պաշտոնում։
Կառավարությունը փոխում է 3 նախարարությունների անունները։ Նախագծով առաջարկվում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը անվանափոխել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքի եւ բարեկեցության նախարարության, արտաքին գործերի նախարարությունը արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարության։ Փոփոխությունն իրականացնելու համար գործադիրը առաջիկայում օրենսդիր կներկայացնի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքի նախագիծը։ Կառավարությունը նախատեսում է $150 միլիոն եւ 80 միլիոն եվրոյի նոր վարկեր ներգրավել։ Դրանցից առաջինով նախատեսվում է ստանալ $150 միլիոն բյուջետային վարկ Ասիական զարգացման բանկից։ Այն կտրամադրվի 15 տարով կլինի 4.58 լողացող տոկոսադրույքով։ Այս տարվա մարտի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության միայն արտաքին պարտքը գերազանցում է $6.7 միլիարդ։ Ընդհանուր առմամբ կառավարության ներքին ու արտաքին պարտքը միասին վերցված գերազանցում է $14.1 միլիարդ, $500 միլիոն պարտքել ունի կենտրոնական բանկը։ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 3-ից ուժի մեջ է մտել տոմատի մածուկի ներմուծման ժամանակավոր արգելքը, որը կգործի 6 ամիս։ Որոշումն ընդունվել է տեղական արտադրողների եւ ներմուծողների համար հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու, ինչպես նաեւ Հայաստանում լոլիկի մթերման գործընթացը կարգավորելու նպատակով։ Կիբերոստիկանությունը զգուշացնում է, որ սոցիալական ցանցերում աճել են բնակարանների վարձակալության կեղծ հայտարարություններով խարդախությունները։ Խարդախները գրավիչ առաջարկներով պահանջում են կանխավճար, ապա դադարեցնում կապը։ Քաղաքացիներին կոչ է արվում գումար չփոխանցել մինչև բնակարան տեսնելը, ստուգել հայտարարության իսկությունը եւ կասկածի դեպքում անմիջապես դիմել բանկին եւ ոստիկանությանը։ Սննդի առաքման ոլորտում օգոստոսի 1-ից լայնածավալ վերահսկողություն է սկսվել։ ՍԱՏՄ-ից փոխանցում են, թե խստացումը կապված է առաքման ծառայությունների տարածմամբ եւ քաղաքացիների բողոքներով առաքիչների արտաքին տեսքի, առողջական վիճակի եւ ոչ պատշաճ մաքրված պայուսակների վերաբերյալ։ Սահմանված ժամկետն արդեն սպառվել է եւ 2-ից 3,000 առաքիչ պետք է բժշկական զննություն անցնի ու սանիտարական գրքույկ ունենա, իսկ պահանջը չկատարելու դեպքում նախատեսված է վարչական պատասխանատվություն։ Պատճառը հետևյալն է, դեռևս տարվա սկզբին մարտի կողմերը մենք արդեն շատ ստանում ենք բողոքներ, որ այ առաքիչ եկավ կեղտոտ է, փոքի է, ոնց որ հիվանդ է, կեղտոտ պայուսակով, այսինքն առաջի հերթին առաջնորդելով այդ բողոքներով, եւ որ այդ ոլորտը ավելի զարգացել է հիմա, եւ ոնց որ թե մի փոքր մեր վերահսկողությունից դուրս է մնացել։ Այդ առաքիչների վերաբերյալ ոնց որ կոնտրոլ չկար։ Այս սա հաշվի առնելով մենք որոշեցինք, որ այստեղ պետք է քայլեր կատարել, զգուշացրեցինք տնտեսավարողին եւ հիմա արդեն քայլերն արվում են։ Խոսրովի անտարպետական արգելոցի տեսաթակարդը ֆիքսել է, թե ինչպես են գորշ արջը եւ քոթոտները զբոսնում արգելոցում։ Այս բացառիկ կադրը եւս մեկ անգամ ցույց է տալիս, թե որքան հարուստ, գեղեցիկ եւ արժեքավոր է Հայաստանի բնաշխարհը։ Յուրաքանչյուր նման տեսարան մեզ հիշեցնում է բնության պահպանության կարեւորության եւ մեր բնական ժառանգությունը պաշտպանելու անհրաժեշտության մասին գրված է հաղորդագրության մեջ։ Կամավորականությունը միայն անվճար աշխատանքը չէ, այն նոր փորձ է ձեռք բերելու մասնագիտական հմտություններ, զարգացնելու եւ հասարակական խնդիրների լուծմանը մասնակցելու հնարավորություն։ Մարդկանց առավել հաճախ կամավորությանը մղում ուրիշին օգնելու ցանկությունը։ Միաժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նման աշխատանք կատարողների իրավունքները պաշտպանված են օրենքով։ Կամավոր աշխատանքի համար պետք է կնքվի պայմանագիր, անհրաժեշտ միջոցները պետք է տրամադրվեն ձեզ նախապես, իսկ լրացուցիչ ծախսերը փոխհատուցվեն։ Դուք իրավունք ունեք ձեր կամավոր աշխատանքը կատարելու անվտանգ եւ արժանապատիվ աշխատանքային պայմաններում։ Պայմանագրով սահմանված դեպքերում դուք կարող եք ունենալ ապահովագրություն, իսկ եթե ունեք հաշմանդամություն, դուք իրավունք ունեք ստանալու նաեւ խելամիտ հարմարեցումներ։ Կամավորությունն աշխատանքային ստաժ չի համարվում, բայց այն արժեքավոր փորձ է, որը կարող եք ներառել ձեր ինքնակենսագրականում, ներկայացնել գործատուներին կամ ուսումնական հաստատություններ։ Իրավական երաշխիքների առկայությունը, սակայն դեռ բավարար չէ կամավորությունը լայնորեն տարածելու համար, նշում են փորձագետները։ Սոցիոլոգների դիտարկմամբ Հայաստանում կամավորական ակտիվությունը նախկինում ավելի մեծ էր։ Նրանք այն կարծիքին են, թե մարդկանց շրջանում պատրաստակամություն կա, սակայն այն պետք է խելամտորեն կազմակերպել եւ ուղղորդել։ Պետք է զբաղվել, կազմակերպիչներ պետք է լինեն եւ դա ասենք նախարարությունը չի էլի։ Այդ գործը ինքը կարող է կոչ անի, բայց
պետք է լինեն կամ անհատ կազմակերպի, կամ ինչ որ կազմակերպություններ, ոչ կառավարական, ոչ պետական, որոնք հատուկ դրանով զբաղվեն, դες բան չի, որ հայերին բնորոշ չի, շատ լավ բնորոշ է։ Մասնագետների գնահատմամբ միայն կամավորության կոչ անելը, դրա հնարավորությունների մասին պարբերաբար հիշեցնելը ցանկալի արդյունք ապահովել չեն կարող։ Անհրաժեշտ են կառույցներ, որոնք տեղերում կկարողանան մարդկանց համախմբել, հասկանալ համայնքների կարիքները եւ կամավորներին ներգրավել կոնկրետ խնդիրների լուծման գործում։ Պետք է լինեն, ասենք, գոնե ինչ որ հկներ, որոնք կառավարության կողմից խրախուսում են եւ ֆինանսվում են, որոնք ցած բջիջների նման ամեն մարզում տարբեր շրջաններում եւ դրանց ինչ որ ձևով եւ թե ֆինանսապես թե տարածքի իմաստով խրախուսեն, այդ շարժումը շատ օգտակար է հասարակության համար։ Դե դա պետք է դառնա պետության քաղաքականություն։ Օրինակ Ռուսաստանում էլ չկար երկար ժամանակ, հետո իրանք ամբողջ շարժում ստեղծեցին։ Կամավորության զարգացման համար անհրաժեշտ է ոչ միայն մարդկանց պատրաստակամություն, այլև կազմակերպված համակարգ հստակ ծրագրերով, պատասխանատու կառույցներով եւ հասանելի հնարավորություններով, նշում են փորձագետները։ Այդ դեպքում ուրիշին օգնելու ցանկությունը կարող է վերածվել շարունակական ու հասարակության համար օգտակար աշխատանքի։ Ամառային տապին, որպես կանոն, աղիքային վարակների դեպքերը նկատելիորեն ավելանում են։ Բժիշկները շարունակում են զգուշացնել ու հիշեցնել, անզգույշ մեկ քայլն անգամ կարող է հանգեցնել օրգանիզմի թունավորման կամ վարակման։ Նման դեպքերին հիմնականում նպաստում են պատշաճ մակարդակով չպահպանվող սնունդը, չլվացված մրգերն ու բանջարեղենը, ինչպես նաև կեղտոտ ձեռքերը։ Մասնագետները պարզաբանում են, բարձր ջերմաստիճանը նպաստում է սննդամթերքում մանրէների արագ բազմացմանը։ Թունավորումների համար առավել վտանգավոր են դիտարկվում կաթնամթերքը, մսամթերքը, ձուն, ձկնեղենը, մայոնեզով պատրաստված աղցանները եւ սենյակային ջերմաստիճանում երկար ժամանակ մնացած կրեմային հրուշակեղենը։ Առաջի հերթին գրեթե բոլոր հիվանդությունների համար առաջնահերթը անձնական հիգիենայի պահպանումն է։ Ձեռքերի լվացում, տանը կամ կազմակերպությունում հիգիենայի կանոնների պահպանում, սննդամթերքի պահպանում, անվտանգ ջրի օգտագործում, այսինքն եթե հայտնի չի թե տվյալ աղբյուրի ջուրը ինչ ջուր է, ուրեմն պետք է խուսափել այդ ջուրը խմելու համար օգտագործելուց։ Հատկապես նակի համար տաք շրջանում մարդիկ գնում են դարս այսպես խնջույքի, բուսախնջույք են կսում օրինակ պիկնիկներին եւ այնտեղ բնական աղբյուրների օգտվելուց պետք է իրանք հաշվի առնեն, որ այդ աղբյուրները պաշտպանված չեն։ Բժիշկները հորդորում են նաև ինքնաբուժությամբ չզբաղվել, հատկապես հակաբիոտիկներ ինքնուրույն չօգտագործել։ Դրանք միշտ չէ, որ արդյունավետ են եւ հետո կարող են դժվարացնել նաև բուժման ընթացքը։ Սննդամթերքի պատրաստման հարցում պետք է անպայման ունենան բավարար չափով գործիքներ կամ ասենք բիտույքներ, ինչ-որ պարագաներ սննդամթերքի մշակման, որպեսզի չխառնվեն։ Ումը ասենք եփած սննդամթերքի հետ օրինակի համար աղցան պատրաստելուց օգտագործում են եւ ում բանջարեղեն օրինակի համար չէ եւ ասենք եփած միսա կամ ինչ-որ բաներ են։ Այդ դեպքում պետք է եթե չունեն համապատասխան քանակի դանակ, տախտակ, ապա ուրեմն պետք է անպայման ամեն մի մթերքի մշակումից հետո լվանան։ Մասնագետները նշում են, երեխաները, տարեցները, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ առավել խոցելի են։ Նրանց մոտ հեղուկի կորուստը կարող է շատ արագ հանգեցնել ծանր բարդությունների։ Մասնագետները հիշեցնում են, աղիքային վարակներից խուսանավելն ու պաշտպանվելը մեծ մասամբ կախված է հենց մեզանից։ Մաքուր ձեռքեր, ճիշտ պահված սնունդ եւ մաքուր ջուր։ Դրանից բացի առաջին ախտանշանների ի հայտ գալուն պես անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի։ Դա կարող է կանխել ոչ միայն հիվանդության տարածումը, այլև դրա ծանր հետևանքները։ Օգոստոսի 6-ին Արմավիր խոշորացված համայնքի նորապատ բնակավայրում գործող բենզինալցականներից մեկում պայթյուն է եղել։ Հողի տակ տեղադրված բենզինի բաքում է պայթյունը գրանցվել։ Քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են Արմավիր բժշկական կենտրոն։ Ժամանել են Արմավիրի փրկարարական վարչության խումբը վարչության պետի եւ Արմավիրի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջները ջոկատի հրամանատարի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։ Օգոստոսի 5-ին Երևան-Սևանի Ջևան ճանապարհին բախվել են գազի 53 ուշակման ավտոքարշակը։ 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները։ Բարեկները սահմանազատել են տարածքը
Վթարի մասին բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։ Օգոստոսի 5-ին Զովունի Եղվարդ ճանապարհին բախվել են Alfa Romeo-ն եւ Opel-ը 1 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն։ Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել եւ նրան հիվանդանոց է ուղեկցել բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի երկրորդ վաշտի հրամանատար Սահակ Գալստյանը։ Դարձյալ օգոստոսի 5-ին Սևան Մարտունի գետապ ճանապարհին բախվել են ջիպը եւ Ֆորդը։ Վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվել երկաթե վահանակին։ 4 հոգու օգնության են հասել քաղաքացիները։ Օպերատիվորեն ժամանած Սևան բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Նրանք տեղափոխվել են Սևան բժշկական կենտրոն։ Օգոստոսի 5-ին Գավառ խոշորացված համայնքի Արծվակ հարթաղամասում գործող փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Մինչ շրջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են մեծ թվով քաղաքացիներ, հետո էլ Գավառի, Սևանի եւ Մարտունի ու շերջ բրկարական ջոկատների շրջները մարել են կրակը, սակայն արտադրամասը գրեթե ամբողջությամբ մոխրի է վերածվել։